այնուամենայնիվ Գյումրին հասավ այս ընտրությունների արտահայտությունների շեմի, քանի որ էլի քրեական հետապնդումներով Բալասանյան դաշինքի ներկայացուցիչները, հատկապես Բալասանյանի որդու հետ կապված գործերով, ստիպված հրաժարական տվեցին, որ ընտանիքը զերծ պահեն նման քրեական գործերից իրենք զերծ մնան։ Հիմա ձեր թիմագիստներին, ընտանիքի անդամներին քրեական գործերով փորձում են լրացնել։ Կարող է գա ինչ-որ մի բան, որ դուք են հետ քայլ անեք։ Դե հիմա տեսնում եք իմ ու Բալասանյան դաշինքի տարբերությունը։ Տեսնում եք, որ պայքարում եմ։ Այդպես է պայքարելու եմ մինչև վերջ։ Այսինքն տեսնում եք, որ հետ քայլ անող մարդը այսքան լրատվամիջոցների դեմը այսպես նստած հստակ, վստահ իրեն կպահեր, բացարձակապես հետ քայլ չունեմ անելու։ Իմ թիմագիստների վրա էլ ունեմ վստահություն, իմ վրա վստահ եմ, նաև վստահ եմ ձեր վրա։ Լրատվամիջոցների վրա, որ մի վարյան էլի, թողեք ես, եթե հարց եք տալիս, թողեք ես ավարտեմ։ Այո, հենց որ դուք ես ադնի չեք տնի, Վահե ջան, ձեր ասածի պես ու ձեր աշկի առաջ է, այն ինչ որ կատարվում է։ Հիմա ինչ մտավախություն։ Ես 7 տարի բացարձակապես ոչ մի խնդիր չեմ ունեցել ու իմ վրա այսօրվա դրությամբ այդ շիբինը, որը ի սկզբանե ծիծաղելի էր, հումորի տվեցինք, մեր շիբինը ձեր շիբինին վնաս չի, գնացեք դուք ձեր շիբինը արեք, հումորի տվեցինք, մտածեցինք, որ դե իրավիճակային բան էր, բայց պարզվեց, որ մարդիկ լուրջ կախնելու տեղ ունեն եւ կախվել են դրանից։ Այս պայտրությամբ չեմ կարող այդ մասին խոսել, ուղղակի իմ բնույթը իմ տեսակը թույլ չի տալիս, որ դուք երևի արդեն հասցրել եք ինձ ճանաչել, որ ես այդպես այն տեսակը չեմ էլի, որ վայ տեսեք ինձ հետ այսպես այնպես, եթե կա կոնկրետ բան, ես կխոսեմ կոնկրետ դեպքերից, բայց այն որ կա ու սպասվում է, այս պայտրությամբ իդեպ ասեմ, ինչ ուզում են թող անեն, ինչ անում են գյումրեցիների աշկի առաջ է արվում, գյումրեցիները լավ կտեսնեն ու ուղղակի հարցը այն է, որ իրենք գյումրեցիներին լավ չեն ճանաչում։ Իրենց ձենը տակ տեղից է գալիս, գյումրեցիները էլ ավելի է բարձրանալու։ Կտեսնեք իշքան եք երազանցելու։ Բայց այս գործընթացները ներողություն ձեզ են ավելի շատ ձեռնարկում։ Դե եթե հիմա իմ ամբողջ թիմը այս պայտրությամբ պարալիզացված է, մարդիկ չեն կարող, մարդիկ ունեն իրենց աջակիցները, մարդիկ ունեն հանդիպումներ ունեցած, մարդիկ ինչ որ մարդկանց պիտի օգնեն, պիտի ընտարաճեն, ինչ որտեղ մեքենաները, մյուսը, բոլորը պարալիզացված են, մարդիկ համատարած ճնշված են։ Այդտեղ եթե կա ձեռնտու տարբերակ, որ դու ոչ մի բան չես կարող անել, քեզ սահմանափակում են, ես թիմագիստներից մասին է խոսքը, որ իմ թիմագիստները են մարդիկ, ընդրողը իհարկե չի վախենա, ընդրողները շատ ու շատ իր կհետևեն այդ ծև բերետավորներին ու կհասկանան ինչ է նշանակում այդ ծև բերետավորները ու ինչ են ուզում այդ ծև բերետավորները գյումրեցիներից։ Դա չէ խնդիրը։ Խնդիրը այն է, որ եթե ասում եք իմ օգտին, ես ժամանակին էլ ասեցի, չէ՞։ Իմ բնույթը, իմ խառնվածքը, իմ նաև սպորտային այդ կեցվածքը ինձ հնարավորություն է տալիս, որ այդ հարցակումները օգտագործեմ այդ հարցակվողի դեմ ու ի նպաստ ինձ օգտագործեմ այդ ամեն ինչը, հիմա դե հարցակվողն է պիտի հասկանա հարցակվի, ինչ տարբերակով հարցակվի, այդտեղ ես մեղք չունեմ, որ իրենք չհաշվարկած հարցակումներ են անում, հետո այդ իրանց դեմ է աշխատում, իրանց, չգիտեմ։ Գորիսի օրինակով ռեպրեսիան դրի հաստատություն ունեցավ, մանավանդ որ Գորիսը հենց առաջինն էր համապետական ընտրություններից հետո, գոնե այդ օրինակով հիշում ենք, որ շատ մեծ ճնշումներով փորձեցին հասարակությանը նայտներից դուրս չբերել, բայց լրիվ հակառակ էֆեկտը տնեց եւ ընդդիմադիրը վերջում նստած Արուշ-Արուշանյանն ընտրվեց։ Նույնը փորձեցին անել դա կապանում։ Հիմա այստեղ այս ռեպրեսիաները ձեր կարծիքով հակազդեցություն ունենան մյուս կողմից։ Ինչու՞ հենց ձեզ անընդհատ իրախանում։ Դուք ինչ բացատրություն ունեք, որը գուցե մինչ այս պահը չեք տվել։ Ուրեմն ամբողջ ընթացքում սիրելի լրագրողներ, ես կխնդրեմ էլի հնարավորինս այդտեղ լռություն պահեք։ Ուրեմն
Այս ամբողջ ընթացքում դուք տեսել եք, որ ես ամենահավասարակշռված, ամենազուսպ քարոզարշավ անողն եմ եղել։ Ես ելի եմ ասում, ես հարգում եմ իմ կարգավիճակը, ես հարգում եմ այն ինստիտուտը, որը ես ներկայացնում եմ, այսինքն որպես ազգային ժողովի պատգամավոր։ Եվ ես լավ հասկանում եմ, այս նոր նախընտրական թրենդային վիճակները ինչ պիտի անես, որ թրենդային լինես TikTok-ում կամ մյուս տեղերը, ես հարգելով ինձ, հարգելով իմ կարգավիճակը որպես ազգային ժողովի պատգամավոր, ես նաև տեխնացություն եմ առաջադրել, հարգելով Գյումրեցուն, Գյումրի քաղաքը, ես զերծ եմ մնացել այդ ամեն ինչից ու գնացել եմ դասական քարոզարշավի, այսինքն քաղաքական process-ը ես գնացել եմ լուրջ քաղաքական process-ների ներկայացրել եմ իմ ծրագրերը, նաև ժողովրդին ներկայացրել եմ, որ այո, պետք է լինի Գյումրիում ընդդիմադիր քաղաքապետ քարոզարշավի ընթացքում, նաև մեկնաբանել եմ, որ վաղը մյուս օր ժողովուրդ ջան ավելի շատ վերահսկվելի է լինելու այդ քաղաքապետը ու ավելի շատ այդ միջոցները ծառայեցվելու է մեր քաղաքին։ Ամեն կերպ փորձել եմ ոչ մի կարմիր գիծ չհադել, այնպես անել, որ վաղը ընտրություններից հետո նույնիսկ քաղաքում ցնցումներ չլինի, լարվածություն չլինի։ Ես ամեն ինչը հաշվարկած արել եմ եւ հաշվարկածը տանելու եմ։ Այսօր էլ առիթ չեմ տալու, որբիսի այդ հիմք դառնա վաղը մյուս օր նորից լարվածությունը շարունակվելու։ Ես այս փակելու եմ այս կանով, այս ամեն ինչի մեջ, այսինքն ընդրականի այս ընդրական process-ների մեջ ու պահելու եմ հավասարակշռվածությունս ու այնպես եմ անելու, որ վաղը ոչ մի ցնցում, ոչ մի լարվածություն այս քաղաքում չլինի։ Ճիշտ է, ամեն ինչ անում էին ի սկզբանե, որ տեսեք ինչ է լինելու Գյումրիում, տեսեք ինչ են անելու, այսօր բոլորը տեստեղ եք։ Ով ում թիմի հետ ինչ արեց, տեսեք ինչ է անելու Մարդուն, տեսեք ինչ է անելու Մարդուն Գրիգորյանի, Վարդան Ղուկասյանի թիմերը, իրար են այս անելու, այն անելու, տեսակ որ ոչ մի բան չենք անելու։ Մենք գյումրեցիներ ենք, Բերեք թողնենք Վարդան Ղուկասյանին, ինքը մեծացել է, տարիք առել է, հասկացել է ամեն ինչը, կարևորը ինքը արդեն տարիքն առել է, հասկացել է։ Մենք էլ ժամանակ ունենք մեծանալու, այնպես որ նորմալ է։ Ես այդ ամեն ինչը նորմալ եմ։ Ես այդ ամեն ինչը նորմալ եմ ընդունում, բացարձակապես այդտեղ ինքը ես չեմ ընդունում վիրավորական բան, նորմալ է, իրավարականին նորմալ է։ Ալեն Սիմոնյանն էլ ասաց, մենակ դες Դե ուրեմն այդ իր խոսույթն է, տեսնում եք, ինձ համար կոնկրետ այդ ինձ համար ասած չէ, ինքը որ տարիքով մեծ է, տարիքով ավելի ջահել մարդկանց ասում է մեծանալ, ես նորմալ եմ ընդունում, յուրաքանչյուր մարդ է Գրիգորիչի ասածի պես երեխաները պարտավոր են մեծանալու, այնպես որ նորմալ է։ Տեսնում եք, տրամադրությունը լավ է, հումորը տեղն է, դուխները տեղն է։ Այսինքն Երևան էիք ուզում գնալ, չէ, կինոները նոր են սկսվել, ժողովուրդ ջան, կարող եք մնալ։